Հանճարներից մեկն ասել է. յուրաքանչյուր երեխա նկարիչ է, խնդիրն այն է, թե ինչպես մնալ նկարիչ, երբ արդեն երեխա չես։ Ռուբեն Նալբանդյանի մոտ այս ճանապարհը սահուն է անցել։ Քանդակելու եւ նկարելու ձիրքը նրա մոտ արտահայտվել է դեռ մանկուց։ Հիմա արդեն վաստակավոր նկարիչ քանդակագործը, ով արվեստի աշխարհում հայտնի է խաչտար Ռուբեն անունով, 1180 խաչքարերի հեղինակ է։ Նրա անունը ընդգրկվել է Հայաստանի ռեկորդների եւ արտասովոր նվաճումների դյուցազնագիրք ժողովածուում։ Զրուցում ենք քանդակագործի հետ հայրենի գյուղում, արմատներն այստեղից են։ Հայրն ու մայրը Շիրակի մարզի Այգաբաց գյուղից են։ Հաճախ է գալիս Այգաբաց, այս անգամ այցը կարևոր մի նպատակ ունի։ Դրա մասին հետո խոսենք։ Մինչ այդ խաչտար Ռուբենը կյանքից հետաքրքիր դրվագներ է հիշում։ Հիշում է, թե ինչպես է առաջին բուհը անավարտ թողել է վերադարձել Լենինգրադից։ Հայրն էր խնդրել, ասել էր, որդիս ռուսահպատակ չպետք է լինի։ Հետո հիշում է, թե ինչպես դպրոցական տարիներին գյուղի դպրոցի գրադարանավարուհին հանձնարարում էր աթեիստական բովանդակությամբ պատի պաստառներ նկարել։ Մի երկու օր առաջ հանդիպել եմ այդ գրադարանավարուհուն, արդեն 90 տարեկան, ասում եմ, Լավրատ ջա, հիշում եք, որ ինձ ասեցի գրի բանը կրոնը գիտության թշնամին է, Ռուբեն ջան, ասում է, ինձ պարտադրում էին, ես էի կարող։ Այսպիսի նման պլակատներ են գրել։ Գալիս էի տուն, հայրիկիս ասում է, պապ, ախրես մեր դպրոցի դիրեկտորն ասում է, Աստված չկա, սուտը ասես բան, ասում էր, դու մեկ լսեիր ան, բայց դու գործ չունիս։ Տանը խորհրդային ժամանակների աթեիզմի սխալ դասերը հայրն ու մայրն էին ուղղում։ Այդպես Ռուբենը արդեն իրական պատկերացում կազմեց կրոնի, եկեղեցու, խաչի ու հավատքի կարևորության մասին։ Դա արտացոլվեց նաև նրա արվեստում։ Հետզհետե քանդակներում գերակշռողը դառնում էին խաչքարերը։ Վարպետն ասում է, խաչքարը մարդու նման է, խաչքարը մարդու ստվերն է։ Եթե մենք ուշադրություն դարձնենք մեր դասական խաչքարերին, կողքից նայենք այսպես, խաչքարերն էլ, այսպես խոնարհված են գետին։ Խաչքարն էլ ինքը հիմնականում 3 մասից է բաղկացած։ Այն թեքված մասը վերևի գլուխն է, այն խաչի արկայության տեղը հոգին է, եւ վարդյակը, որտեղ միշտ գոյություն ունի մեր հին դասական խաչքարերի վրա, դա ոտքերն է, որը կենարարժ ստանալով հողից, սնվում արևից, բարձրանում է վերև։ Մեկ-մեկ ինձ հարցնում են, վարպետ, ուզում ենք հետևնել Նախշանես։ Ասում եմ, հարգելիս, դու Երգերեսանի մարդ տեսել ես։ Մեր դասական խաչքարերի մեջ տեսել ես կողքերից նախշ լինի, հետևից նախշ լինի։ Չէ, ասում եմ, ուրեմն մարդու արտացոլանքը արջևից է գալի։ Ռուբեն Նալբանդյանի արվեստի փիլիսոփայությունում մի ուրիշ համոզմունք ու սկզբունք էլ կա։ Եթե խաչքարի պատվերն արտերկրի համար է, ապա աշխատում է այն միշտ տուֆից քանդակել։ Ասում է, տուֆը հայ է, եթե նույնիսկ վրան ոչ մի բան չքանդակես։ Մեկ այսպես օրինակ եմ բերում, ասենք, եթե գնացել ես արտասահման մի փողոցով անցնում ես, մյուս փողոցի մայթին 100 մետր հեռու, 50 մետր հեռու տեսնում ես մի քար տուֆից, ընդհանուր դաժե անտաշ հետևից մենակ, անկախ քեզնից դու գնալու ես իր մոտ։ Եթե լինի մարմար, բազալտ, մտքովդ չի անցնի։ Եվ գնում ես այդ կանչով, հայու հոգու կանչով։ Եվ դրա համար ես միշտ տուֆը համարում եմ հայ է։ Որտեղ լինի նա քեզ կկանչի։ Դու գնաս առանց ձեռ տալու չես հեռանա։ Արտերկրում տեղադրված բազմաթիվ խաչքարեր ունի՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ուրուգվայ, Բուլղարիա, ելի շատ երկրներ։ Երկրաշարժից հետո Հայաստանում վթարի ենթարկված սերբական ինքնաթիռի օդաչուների հիշատակի խաչքարն է քանդակել վարպետը, որը հետո սերբ ժողովրդի խնդրանքով տեղափոխվել է Սերբիա։ Ռուբեն Նալբանդյանին հրավիրել են բացմանը, Հայաստանից դուրս գտնվող իր գործերի մասին չի սիրում շատ խոսել։ Գիտես, քո խաչքարը պիտի Փարիզում դրվի, Նյու Յորքում պիտի դրվի, գիտես, ես տխրում եմ, իրանք գիտեն թե ես պիտի ուրախանամ։ Ես ուզում եմ դա այնտեղ դրվի, որտեղ ես կարողանամ երբ ուզենամ գնամ նայեմ, որտեղ դրանց վրա ես ամիսներով հոգի եմ դրել, դրանց հետ զրուցել եմ, ամեն մի նախշի հետ մտորել եմ, գծել եմ, որտեղ դրանք հեղինակային են, ես չեմ վերցրել ոչ մեկից։ Վարպետը բազմաթիվ պետական մրցանակների ու մեդալների է արժանացել, այդ թվում այլ երկրների կառավարություններից։ Ռուբեն Նալբանդյանի առաջին խաչքարը տեղադրվել է Ծաղկաձորում։ Շատ հայտնի գործերից մեկը Օշականում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու պուրակում տեղադրված խաչտարերն են։ Այս քանդակներից հետո վարպետին կոչեցին խաչտար Ռուբեն։ Պատվերը եկեղեցին էր տվել, վարպետն էլ քանդակել էր բոլոր 39 տարերը։ Աշխատանքի ավարտից հետո եկեղեցին համաձայնել էր տեղադրել 36 տարը, վեհապարն ասել էր, որ և Օ Ֆ տարերը Մաշտոցը չի ստեղծել,
Այդպես հայկական Այբուբենի վերջին 3 տարերը մնացին վարպետի տան բակում, սրա հետ կապված մի զվարճալի պատմություն էլ է հիշում։ Ասի, բայց մի հատ էլ մեղք են գործը, բա ինչ ասի, տեսեք, իրոք այդտեղ էինք, որ խոսում էինք տարերին մոտ, ասի, տեսեք, բոլոր իրաց տարերի հետ նկարվում են, բա։ Օրինակ, Լեննագանի 10%-ը օնիգ է։ Հիմա դա օնիգը մեղք չէ, գա ինչ պետք է ասի, իմ տարը չկա։ Այդ հայի կողմ նկարվի ասեց։ Խաչտար Ռուբենի 1180-րդ խաչքարը տեղադրվեց Հայրենի գյուղում, Այգաբացում, 1887 թվականին կառուցված եկեղեցու բակում, իր հոր եւ մոր, Պարույր Լաուրա Նալբանդյանների հիշատակին։ Մտածել եմ, որ ինքը այդ գյուղը որ սիրում էր մի խաչքար դնեմ, որտեղ իրաց ներկայությունը երևի ժամանակի առումով գերեվա։ Մարդիկ կկարդան, մարդիկ կիմանան, բայց ուզեցի վերագրել, որ խաչը պահապան լինի համայնքի։ Խաչի հեղինակները նաև Ռուբենի եղբայրն ու որդին են։ Նալբանդյանների մեծ ընտանիքում էլի քանդակագործներ կան, իսկ Նալբանդյանների մեծ տունը Արմավիրի մարզի Արշալույս գյուղում վաղուց արդեն վերածվել է արվեստի դպրոցի։ Այնտեղ 70-ից ավելի երեխա է սովորում, բացառապես անվճար, ասում է վարպետը, ու ոչ միայն քանդակագործություն, այլև նկարչություն, գորգագործություն, ազգային պար ու երաժշտություն։ Գիտելիքները, փորձն ու հմտությունները սերունդներին փոխանցել է ևս սկզբունք է վարպետի համար։ Արտակ Հովհաննիսյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։